Արդեն թողարկել ենք տեսանյութ ընտանիքի վերամիավորման մասին, սակայն ձեզանից ստանում ենք բազմաթիվ հարցեր, թե երբ կարող է ձեր բարեկամը գալ Ամերիկա։ Պարզաբանը, ընտանիքի վերամիավորումը կազմված է երկու փուլից։ Առաջին փուլում հաստատվում է ձեր ազգակցական կապը էմիգրացիոն մարմինների կողմից, սակայն դա դեռ չի նշանակում, որ ձեր բարեկամը կարող է անմիջապես գալ ԱՄՆ։ Որպեսզի ձեր բարեկամը գա Ամերիկա, նախ պետք է նրա համար վիզան հասանելի լինի։ Ինչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր տարի ԱՄՆ կառավարությունը ամբողջ աշխարհում մեկ հատկացնում է վիզաների որոշակի քանակ, որը բաշխվում է կատեգորիաների ըստ ազգակցական կապի առաջնահերթության։ Նշեմ, որ Ամերիկայի քաղաքացիների ամուսինները, ծնողները և չամուսնացած երեխաները վիզայի սպասելու անհրաժեշտության կարիք չունեն, նրանց վիզան մշտապես հասանելի է և նրանք կարող են իրենց ազգակցական կապի դիմումի հաստատումից անմիջապես հետո իրենց գործընթացը շարունակել հյուպատոսական մարմիններում, իսկ մնացած անձինք, ինչպիսիք են քույրերը, եղբայրները, Ամերիկայի գրին քարտ ունեցող անձանց ազգականները, պետք է սպասեն, մինչև իրենց վիզան հասանելի լինի, որը կարող է տևել տարիներ կամ 10 տարուց ավել։